Կրկնում եմ, այն ինչ հիմա ես լսեցի, ճիշտ էր? Չէ։ Վախկոտ։ Խմենք։ Բա դու չէիր խմում։ Լից։ Կյանքում քեզ չեմ ների։ Կներես։ Դու ինձանից բացի հարազատ չունես։ Ես էլ քեզանից։ Ինչ էիր գտել նանի մեջ։ Երևի ուզում եի քեզ փրկեի։ Փորձանքից։ Ես սիրում եմ նանին։ Ես էլ։ Բա Սոնան։ Սոնային էլ եմ շատ սիրում։ Բայց Սոնան գնաց քո պատճառով։ Իսկ քեզ չի թվում, որ այս ամեն ինչի պատճառը դու ես։ Մեկ-մեկ ինձ թվում է քեզ հոգեբան կամ հոգեբուժա պետք։ Ես էլ չգիտեմ ինձ ինչա պետք։ Կամ ով է պետք։ Կարող են հենց մտնես այս շշի մեջ, որ նայեմ աչքերիդ գլխիդ հետևի պատերը։ Հանգիստ եղի։ Լից։ Ոնց է այնց հիշեցիր։
Կյանքում լավ է, խոնմա մարդու ունենալ։ Ինչա պետք։ Չգիտես։ Ինչ իմանամ։ Լսել եմ աշխատում ես, հրաժարվել ես այս ամեն ինչից, կայֆերը ուրիշ տեղ ես փնտրում։ Մեկ-մեկ պետք է։ Կյանքում լիքը վատ բաներ կան։ Լավ։ Մի բան կա։ Հիմա չէ։ Բայց ծանոթս ունի։ Ինչա պետք, փող կա։ Փող միշտ կա։ Տենց մի ասա, վերջանալու հատկություն։ Իմ մոտ ոնց որ չի վերջանում։ Դե գնացինք։ Ուզում եմ հասկանամ, կարող է իմ մեղքնա, որ ամեն անգամ քնելուց առաջ կամ գլուխը տացավում կամ էլ խմած ես։ Կարող է, բայց ամաչում եմ ասել։ Յա, իրոք։ Ճիշտն ասած կյանքս գլուխս ցավում է, որովհետև օրվա ընթացքում ինքը շատ խառնալնում։ Դե խմելն էլ գիտես, ելքը չգտնելու նանի համար անհանգստանալուց եմ խմում։ Եվ խմելը օգնում է նանի խնդիրները լուծելու։ Դու ինձ մի բան ասա, բիզնեսդ մեծացնելու գործով մի բան արել ես։ Աշխատում եմ, ի շնորհիվ քեզ ու քո խորհուրդներին, Միլանում եմ բացում։ Ու միակ տեխնացուն, որ մտածում եմ կարա այս ամեն ինչը իմի բերի մի 6 ամսվա ընթացքում, դա Թինան է։ Իրանից հավատարիմ մարդ չեմ գտնի։ Ուրախ եմ կյանքս։ Լավ, ես պետք է գնամ, մի քիչ էլ գլուխս խառնեմ։ Մամ։ Կար, մեր տան հարթուկը փչացել է, որ խնդրեմ կսարքես։ Համեցեք։ Շնորհակալ եմ։ Դու ստեղ ինչ ես անում։ Այստեղ շատ հարմար է խոսալու համար։ Մենք միասին ենք։ Լավ է գործի տեղը։ Եկել ես տեղ որ այդ հարցն ես։ Նույնն է սովորական ամեն օրվա պես։ Ուրախ ես, որ Միլան ես գնում։ Փաստաթղթերն ենք պատրաստում ու գնալու եմ։ Բայց երբ էիր պատրաստվում ասել։ Գնալուց առաջ։ Այնտեղ կծննդաբեր է։ Մեկը պետքա տուն առներ, չէ՞։ Այնտեղ կառնես ինչ տարբերություն ստեղ թե այնտեղ կգաս մեզ հյուր։ Դու արդեն ամեն ինչ որոշել ես, հա։ Հա, իտալացու հետ կամուսնանամ։ Դե դու կին ունես, չէ՞։ Ինձ էլ ամուսինա պետք։ Դե հիմա ուշադիր լսի։ Շատ ուշադիր։ Դու ոչ մի տեղ էլ չես գնալու։ Ու ես ամեն ինչ կանեմ, որ քեզ Ամերիկայից դուրս չթողնեն։ Ու դու գիտես չէ, ես ոնց կանեմ։ Այդ ոնց։ Շատ պարզ։ Բա Ոչ մի բա։ Դու ավելի լավ մտածես մի պատճառ ու հրաժարվես գնալուց։ Դու շատ խելոք աղջիկ ես։ Որ ուզենաս, կանես։
Բա ինչ ես տանում։ Մենք առաքում էլ ունենք։ Շնորհակալություն։ Եթե ցանկանում եք բացել Drug and Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, Sam Lucy Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում։ Սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ ongoing programming-ով։ Սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818 350 91 83 հեռախոսահամարով։ Mr. Smoke, իսկական բուրմունք։ House of Liquor, ալկոհոլային խմիչքների լավագույն վաճառակենտրոն Գլենդելում։ House of Liquor, որակյալ խմիչք, բարձրակարգ սպասարկում, լավագույն գներ։ Այցելեք եւ անձամբ կհամոզվեք։ Լաբրանդ, անմահական խոհանոց, նորավոր ու նրբահամ ուտեստներ, ծողունեկարիթներ, ծնունդ, կնունք ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Լաբրանդ, համի և ոճի նրբաճաշակություն։ 3, 2, 1 Here we go! Burger Bun Ռոյալ դեղատուն մասնագիտական բարձր որակավորմամբ տեղագործներ Արա Բոյաջյանի եւ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ։ Բարեհաճ եւ փորձառու աշխատակազմ, օգտատար եւ ազնիվ սպասարկում, մասնագիտական բանիմաց խորհրդատվություն, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին։ Ռոյալ դեղատուն, դեղերի, հիգիենայի պարագաների լայն ընտրանի, պատվերների արագ ու անվճար առաքում, պատվաստումների իրականացում, հատուկ կարգի վիտամիններն այստեղ տրամադրվում են անվճար։ Ռոյալ դեղատունը ձեր տունն է։ Ասում ես զենքեր ա սիրում։ Ասեք տեսնես։ Բարև Աֆղանցի։ Ասում ես բերե։ Մերոնցից է։ Ինչ գիտի իմ մասին։ Բան էլ չգիտի։ Ինչ ճիշտ կհամարես, դու կասես, կարևորը հասկանում եմ ես ու մեր արած։ Հասկանում եմ։ Բարև։ Աղջիկ։ Նան։ Ձեզ ոնց դիմում։ Սարքել չի։ Կա փոխել։ Պետք չի, գումնա։ Մամա ասեց ամուսնանում ես։ Բայց ինչ որ երջանիկ չես երևում։
Պետք չի։ Օգտագործում ես ինձ։ Կներես։ Չեմ հասկանում հետս ինչա կատարվում։ Չէ ուզում մենակ մնայի ու ես Արտին եմ սիրում։ Ու շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ սիրում։ Սամ, արի գնանք։ Դու մենակ ասա ուր։ Ես չեմ ուզում ոչ մի տեղ քո հետ գնամ։ Ինչ ես ինձ ես կանատում, Սամ։ Հա, մի անգամ դավաճանել եմ։ Տղերք հետ լինում է, որ ուրիշին են սիրում, բայց անկախ իրենց կամքից, առանց զգացմունքի, առանց սիրո ինչ-որ մեկի հետ են քնում, շատ պատահական։ Ինչ մենք բաժանվել ենք, ես մենակ քո մասին եմ մտածում։ Ինչի չես կարում ինձ ներես ու շարժվենք առաջ։ Դու խաբում էիր ինձ։ Ոչ թե մի անգամ, այլ մի քանի անգամ ես դավաճանել։ Ինչ կապ ունի քանի անգամ։ Մեծ կապ ունի։ Ու երբ որ ես դրա մասին իմացա, դու շարունակում էիր խաբել ու նայել աչքերիս մեջ։ Լավ, վերջ։ Ես գնացի։ Խաղաղ ու երջանիկ ամուսնական կյանք եմ մաղթում քեզ։ Ես չգիտեի, որ ամերիկյան բանակում հայերեն են ծառայում։ Քեզ կենթանի օրին է։ Ես ամեն դեպքում կարող է բացի, էլի։ Իսկ ձեզ Աֆղանստանից հետո են աֆղանցի ասում, թե իսկ իսկական անունը։ Հիմա քեզ իմ անունն է հետաքրքիր, թե ինչի համար եկել ես։ Ուրիշ զենքեր ունեք։ Ես ուրիշ ավտոներ ունեմ, որ ուզենան պայթացնեն չի պայթի։ Սոտ։ Այդ պետքա չասել։ Հələ եկեք հետևից։ Կարանք ստուգենք։ Ինչ ես ստուգես։ Գրակ ենք վրան։ Գժվեցիր։ Հələ սպասեք։ Դու լրիվ գիժես, հասկանում ես ինչ կարա լինի։ Ինձ դու շատ ձանձրալ ես, հասկանում ես ինչ կարա լինի։ Մի րոպե չկրակես, մի րոպե։ Ուրայան նորմալ։ Հələ դու մի կողմ քաշվի։ Դու ազատ ես։ Ես դու ես Երևանից ինն ես։ Մնացինք։ Նանը ուր է։ Չգիտեմ, զանգում եմ չի պատասխանում։
Ինձ էլ չի պատասխանում։ Ինչի աշխատանքի չէր։ Եկել էր աշխատանքի, բայց ասել էր ինչ որ գործեր ունի գնաց։ Բա քեզ ինչի բան չի ասել։ Լսի, ուզում է իր գարմոտս աշխատեր, եկել է։ Դուրդ չի գալիս, թող գա քո մոտ աշխատի, դու էլ աչքդ վրան կպահես։ Լսի, ես չեմ հասկանում, դու թքած ունես աղջկադ վրա։ Նա նկորելը հեչ քո պետքը չի։ Ինչ ես ջղայն։ Գործերիդ հետ ինչ որ բան են չի։ Չէ, տանս մեջ մի բան են չի։ Եթե ցանկանում եք բացել Drug and Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, St. Lucie Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում։ Սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ Ongoing Programming-ով։ Սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818 350 91 83 հեռախոսահամարով։ Իմ անունը Հայ է, ազգանունս Յան, հոգուս միջի խինն ու տոնը հերու հողում նվիրողի սանունն է Յանս, 333 North Verdugo Road, Յանս, իսկական հայկական համոհոտ։ Սաներվածքը կարող է փոխել ոչ միայն ձեր տեսքը, այլև ինքնավստահությունը։ Կանացի եւ տղամարդկանց սաներվածքներ, մանիկյուր եւ պեդիկյուր, ամեն ինչ մեկ հասցեում։ Ժամանակն է փայլելու MZ Hair and Beauty սալոնի հետ։
Բարի լույս։ Սոնա ջան, ինչ ես լացում։ Կներես։ Ներելու բան չկա։ Ասա տենա ի՞նչ ա եղել։ Ինքը ինձ դավաճանել է։ Քեզ։ Քեզ ո՞նց կարան դավաճանեն։ Մի անբարոյականի հետ ու խաբել է ինձ։ Անբարոյականները հաշվի մեջ չեն։ Իսկ տղամարդիկ խաբում են։ Իրանք այդպիսին են, խաբում են։ Լսիր իմաստուն ու խելացի կնոջը։ Ես իմ կյանքում 5 անգամ ամուսնացել եմ։ Անենց որ ինչքան կարող ես շուտ ամուսնացի, արագացրա։ Մատամի շպրտել եմ։ Լավ ես արել։ Այդ տենց։ Թու խղճի զգացում ունես, ու տանջվի։ Հարսանիքդ երբ է։ Չգիտեմ։ Զաքսում հերթեր են, ռեստորանն ու լիք բաներ ոչ մի բան արված չի։ Եթե կուզես, ես կզանգեմ, կարագացնեմ, ու ամեն ինչ իրա տեղը կգցեմ։ Ես քեզ կօգնեմ, հաստատ։ Հասկացա։ Ոնց կարա մի անբարոյական մեկի կյանքը խորտակի։ Սոնա, ուշքի արի, Սոնա, ուշքի արի։ Ճիշտ եք։ Չի կարող։ Սոնա ջան, ինձ հեռախոս ա պետք, որ զանգեմ։ Դեն մի հոգու են մենակ թույլ տալի, դել ամուսինս ա։ Լավ։ Զանգեք, բայց խնդրում եմ ոչ մեկի չասեք։ Չէ, մեր մեջ։ Ալո։ Հեռախոս չունեի։ Ինչ կա։ Ոնց։ Լուրջ ես ասում։ Ռեժիսորն ով է։ Վայ ապրես դու։ Լավ եմ, լավ։ Հիմա ավելի լավ կլինեմ։ Հա, լավ, հետո դե կխոսենք։ Սոնա։ Ինձ կինոյում գլխավոր դեր են տվել։ Պատկերացնում ես գլխավոր դեր։ Իսկ ես ստեղ եմ, բոլորն ինձ եմ փնտրում։ Ես գնամ։ Հետո խոսակ, Սոնա ջան։ Լավ ես։ Հա, արդեն գնում եմ հիվանդների ստուգի։ Լավ կլես, բա ոնց։ Այդտեղ ճարչիկը այնտեղ լաց ա լինում, դու ստեղ գլուխդ բռնեն նստել ես։ Լավ, շատ լավ։ Չէ, աչքիս այսօր ոչ դու կարող ես աշխատել, ոչ էլ Սոնան։ Լավ, ես ձեզ կփոխարինեմ։ Շնորհակալություն։ Դա շնորհակալությունով տուն չես պահի, տղա ջան։ Դու ավելի լավ ալե չամուսնացած, են աղջկան մի լացացրում։ Իսկ ամուսնանալուց հետո կարամ։ Ամուսնանալուց հետո առավել ևս չես կարող։ Չնայած կանայք միշտ էլ լացելու թեմա գտնում են։ Բա ոնց պետք անեմ։ Ստանես։ Գիտե որ քեզ հարց է տալիս, դու ճիշտ պատասխանի։ Քանի որ ինքը այդ հարցի ճիշտ պատասխանը շատ լավ գիտի։ Եղավ։ Դե լավ, ես գնացի։ Ար։ Եկել եմ խոստովանությունս հետ վերցնեմ։ Ինձ նոր դեր են տվել ու չեմ ուզում ընդհանրապես ոչ մի խնդիր լինի։ Իսկ հետո ձեր խիղճը ձեզ չի տանջի։ Այ
Խղճի մասին ուրիշներ ինձ հաստատ կպատմեն։ Փաստորեն գտնվեց մեկը, որը կհամաձայնվի ձեր դեղը փորձարկել։ Ումի նկատի ունես։ Դե ինքինը, որ եկել էր։ Նրա աղջիկը։ Իրա մասին ես ասում։ Չեմ կարծում, որ աղջկան կբերի։ Իսկ եթե բերի ու բուժվի ու ամբողջ աշխարհը իմանա, չեք վախենում։ Չէ։ Որովհետև այդ կինն իրականում ինքն իր համար էր եկել։ Իր համար։ Ինքն է ուզում բուժվել։ Ու եթե բուժվի, ավելի հավանական է, որ աղջկան ինձ մոտ բերելու մասին էլ չմտածի։ Փաստորեն նորից պիտի գա այդ կինը։ Այո։ Մի անգամ չէ։ Իսկ ես ինչով կարող եմ այդ կնոջը օգնել։ Կասեմ, մի անհանգստացի։ Դու ավելի լավ է։ Ուրիշ մեկին գտի բեր։ Ես ուզում եմ ինքս թմրամուլ լինեմ, որ ինձ բուժեք։ Երջանիկա այն գողը, որ էլ գողություն չի անում։ Մի ուզի դառնալ թմրամոլ, որ հետո թողնես, բուժվես ու երջանիկ լինես։ Դու արդեն երջանիկ ես։ Վայելի ես կյանքը։ Ինձ նոր մատանի կտաս։ Կտամ։ Մի շաբաթից մեր հարսանիքն է։ Հետո կգնանք հանգստանալու։ Հետո նոր տուն կվարձենք։ Մեր աշխատանքը կփոխենք, հանգիստ կապրենք։ Առանց իմ մամայի, առանց Արամի ու ամենակարևորը քո հիվանդներից հեռու։ Եթե դու համաձայն չես, ես հենց հիմա դիմում կգրեմ, ու էլ դու ինձ երբեք չես տեսնում։ Համաձայն եմ։ Ուրեմն ասա, որ երբեք ոչ ոք մեր երջանկությանը չի խանգարի։ Ասում եմ։ Ինչ ես ասում։ Ասում եմ, որ երբեք ոչ մեկ մեր երջանկությանը չի խանգարի։ Սիրում եմ քեզ շատ։ Բարև ձեզ, ում եք ուզում։ Բացեք։ Եկել եմ բուժվելու։
Ինչի ես եկել։ Վախենում։ Միակ նորմալ մարդը որ կա, այդ Սոնանա բժիշկը։ Ամեն ինչ արա, որ շուտ գնաս տեղից։ Ու արագ։ Դու գիտես թե ուրանանը։ Բայց ինչից եք մտածում, որ ես պետքա տեղյակ լինեմ։ Դուք իմաստեղ եք։ Իմ առջև նստած։ Դու քնել ես դրա հետ։ Հա։ Ու ինչ բժշկի մոտ ես գնում։ Բժիշկ, ով բուժում է նրանց, ում հարազատները ալկոհոլ եւ դրագ են օգտագործում։ Եթե դու հենց հիմա ինձ հետ չգաս, ոչ մի բան ինձանից չես ստանալու։ Չեմ ուզում ոչ մի բան քեզանից։ Ես ձեր ամուսնու հետ եմ։